Ողջույն բարեկամներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են մեր ալիքին եւ փաստաբանների խմբի աշխատելուն։ Ես ուզում եմ մասնավորապես շնորհակալություն հայտնել Աշոտ Վարդանյանին եւ Գևորգ Միքայելյանին փոխանցումների համար եւ խնդրում եմ նշեք անպայման սա որ նպատակի համար է փաստաբանների աշխատանքի ապահովման թե ալիքի մշտական աշխատանքի համար։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 12-ին մենք կարող ենք հանդիպել Գլենդոնում, ովքեր տարածաշրջանում են ապրում, տարածքում են ապրում, ցերեկը ժամը 3-ին, ապրիլի 12-ին հասցեն 250 North Orange Street, Glendale, Կալիֆոռնիա 91203 zip կոդով։ Մենք մոտ 3 ժամ ժամանակ կունենանք միասին շփվելու, պատասխանեն ձեր հարցերի եւ կունենանք նաեւ ոչ ֆորմալ զրույց եւ անցնենք այսօրվա կարևոր նորություններին։ Երևի դուք հիշում եք, որ մեկ կիրակյուրներ կարծեմ արդեն հերթական պրովոկացիան տեղ ունեցավ Նիկոլ Փաշինյանի կողմից եւ եկեղեցում ձերբակալվեցին երկու երիտասարդ դպրոցահասակ, երկու եղբայրներ։ Դրանցից մեկը 18-ամյա Դավիթի վիճակը վատացել է եւ որի պատճառով քննիչը ազատվել է աշխատանքից։ Բայց մինչեւ քննիչի կհասնենք, ես ընդհանրում եմ, որ քննիչը նույնիսկ չի էլ հարցրել հիվանդա թե չէ եւ նա չի կատարել իր ցանկությունները։ Նման դեպքում քննիչները հարցում են շեֆ ինչ անենք, շեֆն էլ ասում անդեղ ինչ անեն, շեֆն էլ հաջողանալու համար կարող ամենավերջին բաներն առաջարկի անելու համար։ Բադ իմաստով էլի, որպեսի շահի շեֆի սիրտը։ Ես այս առումով մի բան եմ ուզում հիշեցնեմ այդ իր շեֆերի։ Եվ բոլորդ հիշում եք, այսինքն 17 թվականին, ովքեր ակտիվ քաղաքականությամբ հետևում են, երբ հասվելողը դատապարտված էր, բանտում էր, եւ նրա առողջական վիճակը անհամատեղելի էր, ինչպես Դավիթինը, բանտի պայմանների հետ, անհամատեղելի, եւ իր առողջությանը վտանգ է սպառնում։ Երկար ժամանակ Սերժ Սարգսյանը, այն ժամանակ Արփինե Հովհաննիսյանն էր բանը, արտադրության նախարարը, իդեպ Արման Թաթոյանն էր մարդու իրավունքների պաշտպաններ։ Հիշացնեմ, Արման Թաթոյան։ Մի խոսքով, բողոքի վրա, որ այդ մարդը նախ ոչ մի անցանք չի արել, մեկ երկրորդն է նրա առողջական վիճակը անհամատեղելի է բանտի պայմանների հետ։ Պահեցին այնքան ժամանակ, մինչև արդեն պարզ էր, որ հասվելով էլ չի ապրելու։ Եվ հիշում եք ինչ եղավ վերջի վայրկյանին։ Վերջի վայրկյանին ուղարկեցին լայֆով Նիկոլին ու Նիկոլի Էդմոն Մարուքյանին, որ տեսեք, գնում ենք Հասվելովին փրկենք։ Միշտեր գնացին Հասվելովին բանտից հանեն, որ մահանա դրսում, որ հանկարծ այդ մահը չմնա Սերժի եւ իր դատական համակարգի վրա։ Էդի Նիկոլն էր։ Հա, նույն Նիկոլն էր։ Ես չգիտեմ, ես վստահ եմ, որ Դավիթի վիճակը շատ ավելի լավ պետք է լինի, քան Հասվելովի վիճակը։ Ուղղակի ուզում հասկանաք, որ Սերժի Նիկոլի մեջ իրականում ոչ մի տարբերություն չկա։ Այսօր մի աղջիկ ինձ հետևորդներից անկեղ հարցնում էր, էլի, ընդհանրապես ես ինչ կարծիքի եմ այդ հարցակման մասին, արդյոք դա բարոյական է եկեղեցում, նման վարքագիծ էս կողմ ասում, լավ, ես ոնց պատասխանեմ, որ մարդկային տեսակետից եք հարցան, մարդկային տեսակետից եք կպատասխանեմ։ Եթե դուք Դավիթի պահվածքը նայում եք վերջում էպիզոդային, երբ որ Դավիթը սենց արդեն հուսահատ ձեռն է երկարացնում, որ դրա, ասենք, շլինքից բռնի, ընդամենը, պատկերը կարող է ձեր տպավորությունով լինի, այո, ձեր տպավորությունը կարող է ճիշտ լինի, բայց արդար չի, այս ամեն ինչը նայել էպիզոդային, այս ամեն ինչ ունի նախապատմություն, եւ նախապատմությունը հետեւյալն է, այս ճիվաղը բոլորի կոկորդին է նստած արդեն, ու ես չեմ պատկերացնում մի արժանապատիվ մարդ Հայաստանում, որ Նիկոլին տեսնի մոտ ինչ-որ մի բան չառաջանա, զգացմունք, բացասական, այն էլ այն դեպքում, երբ որ այսքանից հետո դու եկել ես մտել ես եկեղեցի, եկել ես վերջում վեր ընկնեիր քո համար, նայեիր, թող ժողովուրդն էլ քո հետ մի հատ նկարվես սելֆիաներ, ռադդ քաշեիր գնայիր, բայց չէ, ինքը եկել էր, պետքա սենց մտներ միջև վերջ, որ ասել եկել եմ ես հավատացյալս Քրիստոսից հետո երկրորդ մարդս, ու նույն ձևի դուրս գար, ընդ որում
այդքան բազմության մեջից մարդկանց հրելով անհարմարություններ պատճառելով, չէ որ դա աղոթատեղի է, դա PR-վելու տեղ չի, բայց իր համար ինչ կապ ունի, նեռի համար ինչ կապ ունի, նեռին մասսայա պետք, նեռին ինտրիգա պետք, եւ այդ ընթացքում հրմրում են այս մարդկանց, բողոքող ասում են մի հրի, բողոքելու ժամանակ ուղղակի այս մարդկանց ցեյցում են, այս դեմքով, այս սառնասիրտ մարդասպանի, որ աչքը չի թարթի կոկորտ է կրծելու համար, շեֆին, հարվածում են, ու այս ամեն ինչը հաշվի չառնել, այո, դուք կարող եք հաշվի մի առեք եւ դատապարտեք, իսկ իմ համար ոչ, իմ համար հակառակը, անտարբեր կանգնելն է դատապարտելի, որովհետեւ այդ անտարբերության պայմաններում է Փաշինյան Նիկոլը հասել այդտեղ։ Ու ես 6 ամիս առաջ, երբ որ ինքը նոր որոշել էր պետքա պատտվի, ես այն ժամանակ ես զգուշացնում, դուք քաղաքում չեք կարողանալու քայլեք։ Միշտ քշերն էին հավաստում, որ հայ ժողովրդի մոտ մի դեռ մնացել է դիմադրության ռեսուրս, որ նա կարող է թիվ 1 պաշտոնյայի դեմքին կանգնասի այն ինչ որ մտածում է։ Դուրը շրկցնի խանութի դեմքի վրա։ Ասի սուտ ես ասում 90%-ով ինչ որ դու ասում ես։ Բայց ես քո հետ չեմ շփվում, դու իմ հետ մի խոսա։ Ոչ մեկ երևի չէ հավատում, որ ժողովրդի մեջ դիմադրություն է մնացել։ Միշտ շատերը ուրախ ծափ են տալի, Նիկոլ ամեն ինչ, էլ Հայաստան չկա, ոչնչացված է այս կողմենքով, չէ, Հայաստանը կա, Նիկոլն էլ չի կրել, դիմադրությունն էլ կա։ Ու այդ դիմադրությունը գալիս է ոչ միայն զզվանքից, հոգնածությունից, այս ամեն ինչից, նաև գիտակցությունից, որ մենք ամեն ինչ կորցնում ենք։ Ու մեզ դեպի այդ կորուստները տանում է մի մարդ, Փաշինյան Նիկոլ անունով։ Ու նայել վերջակետին, թե ով ինչ արեց, բոլորովին օբյեկտիվ չի։ Երբ որ այս ամեն ինչը, որ եմ կրկնում, ունի տարիների նախապատմություն, տարիների, չմոռանաք, այս լերը հազարավոր մարդկանց է տալիս սպանել, ինքն էլ խոստովանեց, որ հենց իր նախաձեռնությամբ գիտակցաբար։ Նկարիչ։ Տեսանք, որ Աբովյան բկես նորից տեղափոխում են այլ հիվանդանոց։ Դավիթին Աբովյան քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին առավոտյան, հետո դեղ վատացավ, տեղափոխեցին հիվանդանոց Աբովյանի։ Հիմա ստեղից մենք, որովհետև ինքը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իրան ամբողջ բուժումը բանը կազմակերպել ենք Նաիրիում, մենք էլ ես էլ բժիշկ եմ, ես հիմա եկել ենք ստեղ, հիմա տանում ենք հիվանդանոց Աբովյանից, հիմա տանում ենք Երևան։ Իսկ ինչու այստեղ չպահեցին։ Դուք ցանկացաք, որ Նաիրի Մենք ցանկացանք, այո, մենք ցանկացանք, որովհետև ինքը ունի իրան էս կարելի է, էս չի կարելի, սիստեման ալերգիա ունեն։ Ոչ մի տարօրինակ բան չկա, բացարձակապես, սա եւս մի առիթ է, թողնել են ծնողներ, տուժողներն, սա անխուսափելի երևույթ էր, ծնողը իրավունք չունի իր զավակներից նեղանա, իրենց վարքագծի համար, բացարձակապես, ու ոչ մեկ իրավունք չունի իրենց դատապարտելու, սա մի բան էր, որ պետքա տեղի ունենար, ուղղակի այս պարագայում տուժում են այս երեխաները ծնողի հետ միասին, դուք պետք է հասկանաք մի բան, երբ որ եռում է մի բան, միտեղ, անպայման ալնաջուրը դուրս է գալի ջրերես։ Ու հիմա ինչ որ դուրս է գալի ջրերես, եւ շատերի համար անակնկալ, հա, ոնց սրան էլ ընդունակ դա, այո, քանի դեռ եռում է դեռ ինչեր է դուրս գալու ջրերես, այո, հերթով է դուրս գալու, ամենանսպասելի տեղերից է դուրս գալու, որ հնարավորինս շատ մարդ տենա էս ինչ կեղտ է կանգնած ջրի երես։ Եվ ոնց կարող է մարդ արժանապատիվ, դաստիարակված մարդը հարմարվի այդ կեղտային միջավայրին։ Չէ՞ որ հարմարվելու պարագային այդ կեղտային միջավայրը ստեղծելու է իր նման այդ կեղտին ադապտացված ՔՊ-ականներ, ուրիշ ոնց ասեմ, ասկարիդներ, որոնք իրենց կեղտն են շարունակելու տարածել եւ չի մնալու մի մաքուր տեղ, որտեղ թվացial, բայց նեյտրալ բարոյական ու մաքուր մարդը կարողանա ապրել, դες չի լինում,
որտեղ չի լինում թվացյալ ու բարոյական մարդ, այդ մարդը ստեղծում է իրեն արժանի միջավայրը, իսկ եթե մեկը չի դիմանում, չի ոստանում այս միջավայրին, ուրեմն ինքը արժանի է, ինքը էսթետիկական եւ բարոյական կոնֆլիկտ չունի այդ միջավայրի հետ, հակառակ ուրախանում է տեսնելով սրան, չէ՞ որ մենք տեսանք նմաններին, այս այդ եռալու ժամանակ հենց այդ կեղտն է, որ պետք է ջրից դուրս գա, որովհետեւ մարդը առանձնանում է մարդանման կենթանուց հենց բարոյական արժեքների հիման վրա, այստեղ առանձնանում։ Եվ ինչ որ մեկը սան ասել, այ որ դու գնաս մանկապարտեզ, հիմա հարցեր տաս։ Այս խաղը ո՞նց են խաղում Նա դեռ նայեք, Սամվելի ռեակցիան է։ Սամ, խառնվել է իրար, Սամի վեճներ չի, պետքներ չի, գնաց դիմացից, ոնց թե առամանում ես, գնաց դիմացից, պետք է ստանա Սամվելի Այս խաղը ո՞նց են խաղում։ Պետք է ստանա Սամվելի ռեակցիան, ափսոս ժամանակ չկար, մի հատ գոռալ երեխու վրա ասեր, էտում ես առամանում, բոլորը լարվել են, մեծն եկել է, երեխեքի միջավայր, գնացել ես ինչ անես։ Որ ցույց տաս, որ դու երեխեքի ես սիրում։ Դու ոնց կարես երեխա սիրես։ Դու մի ամբողջ սերունդ տարած սպանելու գիտակցաբար։ Ով է սրա PR մենեջերը, ով է սրա խորհրդատուն։ Ոնց կարելի է հանդուրժել ես պիրծ մանկա սպանի ներկայությունես անմեղ երեխեքի մեջ։ Դա երեխեքը նույնիսկ չեն նայում վրան։ Երեխեքը շատ լավ զգում են ով է։ Զգում եք ոչ մետրոյում վրան նայող կա, ոչ մանկապարտեզում վրան նայող կա։ Գիտեք ինչի։ Ոչ մեկ ստիպված չի վրանը։ Իսկ ինքն առանձին իրենից հետաքրքրություն չի ներկայացնում ոչ մեկի մոտ։ Համար ոչ միայն հետաքրքրություն չի ներկայացնում, այլ նույնիսկ հարգանք չի ներշնչում։ Սուս կալին Հարգելիս ես շատ հարգում եմ։ Ես ձեզ կներեք, էլի։ Դուք դպրոց եք անում։ Ինչ։ Ասում եք գյուղացին դպրոցը հարգելիս։ Երեխեքների համար եմ ասում։ Երեխեքի Դուք դպրոց եք գնում։ Ինքը երեխեքի համար ասում դպրոց չունենք, ասում դու դպրոց ես գնում։ Ես գիտեք ինչ հիշեցի 13 թիվն էր 2013 թիվ Պետրոս Ղազարյանի մոտ ուղիղ եթերում բանավեճ մի կողմում ես ու Ալեն Սիմոնյանն են կանգնած Չարաբաստիկ այն մյուս կողմում Շուշան Պետրոսյանն էր մեկի հետ իսպանիչում Դավիթ մուլտիպլիկատոր Ռոբերտ Դավիթ Սահակյանցի հետ եւ ասեցի Շուշան ախր չէ՞ դու մայր ես այսօր ասում ինչից եք բողոքում ասում Շուշան դու մայր ես այսօրվա մեր բնակիչների մեր հարազատների երեխաների 35%-ը սոված է քնում ինքն ասես քո երեխեք սոված են քնում ես ապշեցի սա հարցը մի բանն է ասում դու դպրոց ես գնում չէ տավար չէ ինքը դպրոց չի գնում ինքը իր երեխու համար ասում ինքը իր երեխու համար ասում դա իր համար հասկանալի չի իր համար հասկանալի չի, իր համար ընդունելի չի, ոչ մի բողոք։ Եկել եմ, դուք պետք է ինձանից մենակ շնորհակալություն հայտնեք, եւ պետք է ասեք, ինչ լավ է, որ մեր դու գյուղի դպրոցները փակել ես եւ տալել ես մեր համար 4-5 կիլոմետր հեռու։ Իսկ ինքն ասում, դե մեր երեխեքներն են գնացել։ Ասֆալտը գցել ենք, ավտոն տալիս են, քո ասֆալտը, եթե ասֆալտն ա որ դու գցել ես, որ մի ամիս հետո այդտեղ նույնիսկ էշ շոկ չեն կարա գնան կեշերը ոտերը ջարդեն, հա։ Ու դու սատախոսդ, դու ինչ տրանսպորտ ես տվել։ Թայրովի դպրոցը բացել են, փակել են, մերձավանում են բացել դպրոց։ Այդ երեխեքը մի քանի 100 հոգի Թայրովից մերձավան չգիտեն ոնց գնան։ Դե տրանսպորտ դուր։ Սա սանս քաղաքականությունն է։ Ինչ եմ ասում, ջուրը երում է։ Պետք է կեղտը դուրս գայես։ Չէ՞ որ այս տղաները, Դավիթը, ծնողները, բարեկամները, այս բոլորը տեսնում են, չէ՞ ով է սա։ Չէ՞ որ Թայրով երեխեքը, որ ամեն առավոտ 7 տարեկան երեխեն ամեն առավոտ կիլոմետրներով պետք է քայլի, որովհետև նոր վերանորոգած դպրոցը որոշել է մի հատ վերանորոգեն, փակել են մինչև սեպտեմբեր կբացվի կամ չի բացվի, ասում են գնա ոտով կողքի Մերձավան գյուղը։ Մարդիկ ոչ տրանսպորտ ունեն, ոչ մեքենա ունեն, պատկերացնում եք այս սոսկալի ցրտի այս երեխեքը, բայց իրանք ինչ, ասում են դու ես դպրոց գնում, ասում են չէ մեր երեխեքն են, ասում են դու ես խոսում դպրոց գնալու մասին, սրանց տրամաբանությունն է սա։ Ժողովուրդ ջան, սրանք դետալներ չեն, սրանք տրամաբանություն է, այսի ալգորիթմը,
չի կարա այդ հիվանդ քայքայված կեղտոտ ստի մեջ թաթախված խեղդված օրգանիզմում մաքուր ու առողջ տեղ մնա ու ինչ որ դուք այս ամեն ինչի մեջ զարգացում ունենաք մենք բոլորս հույս ունենանք որ չնայած այս մահացու հիվանդությունների որ պատել է Հայաստան աշխարհը ինքը առողջ ապագա է ունենալու այ եթե իրեն չընտրենք պատերազմ ենք ունենալու եթե պատերազմը առողջանալու տարբերակը ուրեմն պիտի լինի այդ ուրեմն պիտի լինի այդ պատերազմը բայց պատերազմը հիմա է երբ որ խաղաղ ժամանակ խաղ այս տարի արդեն 4 զինվորն է սպանվում այս է պատերազմը երբ որ դու չգիտես թշնամիդ որտեղ է երբ որ դու չգիտես քո հրամանատարը քեզ հանձնելու է թշնամուն մի անգամից թե մաս այս է պատերազմը որ դու չգիտես որ ժամին որ պայմանավորվածության արդյունքում են ասելու արի բայ դրդար մի քիչ էսկոմ լավա խփի չգիտես որովհետև այն որ արել է այս ամեն ինչը դեռ ղեկավարում է բանակնել երկիրներ այո սա է պատերազմը Դավիթը շնչահեղձություն ուներ այդ եղունգները սկսել էին սևանալ դուք պատկերացնում եք որ վիճակը դրամա ես այս ամեն ինչը որ կարդացի ես դրա համար հիշեցի հացբելորի այդ պատմությունը որտեղ ուղարկել են այդ ճիվաղին մի քանի անգամ ներողություն Ինչի եք ջարդել։ Պարոն Փաշինյան, բոլորի ներկայությամբ հիմա մի բան ձեզ հարցնեմ։ Երբևէ այս հիմնարկը ձեզ խոսքի իրավունքից կամ տեղեկատվության տարածման իրավունքից եկել է։ Հարգելիս, մենք ուրեմն սա մեր բողոքի ակցիան է, Ես տեղեկացած եմ։ հանրային դուրը խեք ջարդել պատկերացնում եք հիմա մեկը ռադիոյի դուրը ջարդել ինչ կլիներ իր վիճակ իսկ ընդեղ ով է կանգնած միկրոֆոնը ձեռը Հովիկը ազատության որ այսօր ավելում է համեկը եւ աչքերում է Արցախ բառը Հայաստանի անկախության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրումը իրանք են որոշել որ հանրայինը պետք է ծառայի բացարձակապես ՔՊԻ-ին դուք պատկերացնում եք հիմա ինչ կլիներ մեկի վիճակը եթե իրոք մեկը գնալու ջարդեր ռադիոյի դուրը դե լսեք էս տան հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարման ներքո գտնվող Ես շատ լավ լսեցի ձեր հայտարարությունը, շատ լավ լսել եմ, վստահ եղեք, որ ես բոլորը գիտեմ։ Հիմա ունեմ իմ առաջարկը։ Քանի որ մենք երբեք չենք զրկել որևէ քաղաքական ուժի եւ որևէ տեղեկատվական հնարավորության տարածումից եւ ոչ մի Պատկերացնում եմ սան ինչ կազմեր Վովա Գասպարյանը եթե իր ձեռները բռնած չլինեին ասա դեմքին նայեք պատկերացնում եք սան ինչ կարածներ առասկներ Վովա Գասպարյանը իր մարդակերներով այս նույն մարդակերները որոնք են ծառայում սրանք են ժամանակել են եղել չմտածեք սրանք նոր առաջացան սա միշտ են եղել դուք պատկերացնում եք ինչ կկատարվի սրա հետ եթե Վովա Գասպարյանի ձեռքերը չբռնեն Սերժիկ ասեր Սիդեց նստի տեղդ ես գիտեմ ինչ եմ անում մեծ կտորական ջկամներ ընդհանրապես բայց քանի որ չեն արել ասեմ ավելի միջև մեր պահած պահպանած ունենան այս տղային այս ներին մենք այս վիճակում ենք իսկ հիմա գնանք Սարդարապատ Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենին ազատեցին Սկզբում Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենին ազատեցին գործից հաջորդ օրը դպրոցի նախասրահից Արցախի դրոշը հավաքեցին մարտի 30-ին ու 31-ին Պարոն մարզպետ դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից հրաժեշտի հրապարակման մեջ գրում է դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը Սա մեր Կարինե Սմբատյանն է որը պարզ ասել է Կարինե Սմբատյանը, ով տարիներ շարունակ նվիրվածությամբ ծառայել է կրթությանն ու հայրենասիրական դաստիարակությանը, ազատվել է աշխատանքից միայն այն պատճառով, որ հրաժարվել է հեռացնել Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից։ Նրա խոսքերը եւս մեկ անգամ ընդգծում են, որ նա ոչ միայն մանկավարժ է, այլև սկզբունքային հայրենասեր, ով պատրաստ է մինչև վերջ պաշտպանել ազգային հիշողությունն ու սաների արժեքային դաստիարակությունը։ Այս իշխանությունը արդեն անցել է բոլոր սահմանները, այսօր հեռացնում են Արցախի դրոշը
դրոշը դպրոցից, վաղը կփորձեն արգելել Արցախին առնչվող ամեն ինչ, քայլ առ քայլ ջնջելով մեր ինքնությունն ու պատմությունը։ Մի խոսքով։ Գնանք առաջ։ Սենք։ Բացարձակ, դա դրոշը Արցախի, դա ուղղակի ես չգիտեմ որտեղից է այդ ինֆորմացիան, դա բացարձակ չի համապատասխանում։ Պատկերացրի դուս չկա։ Դες բացարձակ սուտ է, բացարձակ։ Բայց ընդամենը մի րոպե հետո իրանք ասել են մոտեցել են իրականությանը։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը պնդում է, տնօրենը մարզպետի որոշմամբ աշխատանքից հեռացվել է այլ պատճառով, իսկ Արցախի դրոշի հանդեպ Ով է մարզպետը։ Նայեք, քպայական էս թրքի լամուկին, նայեք։ Իրեն թվում է ինքը անմահ է։ Եվ ամենակարևորը իրենց իշխանությունն էլ հավերժ։ Այս տեսքով տրամադրությունը պետք է գցեն։ Գնանք առաջ։ ուրիշ վերապահում է եղել։ Մարզպետը ընդհանրապես ասել է, որ ինչու է այսպես Դա դրված։ ընդհանրապես ասել։ Ինչու է այսպես դրված։ Տրամաբանությունը ենթադրում է, որ պետք է ասել ավելի լավ դիշ, չէ՞։ Եթե դա չի պատճառը, Արցախի դրոշը ստե կապ չունի։ Ընդհանրապես ասել է ինչու ասել դրված, այսպես դրված, պետք է ասել այսպես դիր ավելի լավ կլինի։ Այ վատ դնելու համար քեզ նկատողություն։ Լսենք։ Փրված է եղել ռոյալի վրա եւ դրա վերաբերյալ է ասել։ Հասունքին է, չէ։ Հասունքին է, չէ։ Կամ աշխարհի առդ ստում։ Բայց հասունքին է, հիմա երևի ինքն էլ կնայի, երևի իր աշակերտներն էլ կնային, կամ մարդիկ, որոնք իրենց ճանաչում են։ Ես պետք է ասեմ, ամոթ ես տիկին։ Ամոթ ես։ Ու աշխարհում չէին լինի սրիկաներ, եթե չլինեին ձեր նմանները, որ պատրաստ են դրանց սրիկայությունը արտադրելու համար այսպես առանց աշկը թարթելու ստել աշխարհի առջև։ Ամոթ ես տիկին։ Հուսով եմ դուք ամոթի զգացողությունը դեռ չեք կորցնել։ Ոչ թե դուր չի եկել, այլ այդ վերաբերմունքը։ Ինչու է այսպես դրված, ընդհանրապես այդպես է ասել։ Ձևը դուր չի եկել, թե գոյությունը դուր չի եկել։ Չէ, ձևը։ Սարդարապատի դպրոցի նախասրահում փառքի անկյունն է, պատին 44-օրյա պատերազմում զոհված այս դպրոցի սաների լուսանկարները, ռոյալի վրա Արցախի դրոշն էր փռված, վրան պատերազմի մասնակից զինվորների անուն-ազգանուններ ու ստորագրություններ, նրանք էին ուղարկել այս դրոշը առաջնագծից, երբ Սարդարապատի դպրոցականների ուղարկած քաղցրավենիքն էին ստացել։ Պատկերացնում եք, քաղցրավենիք են ստացել իրենց դպրոցից, որտեղ որ իրենք սովորում են։ Դերսել են, ստորագրել են ու ուղարկել են։ Պատկերացնում եք, սա ինչ մասունք է դպրոցի համար։ Ես պատերազմի այդ նոյեմբերի 10-ի պայմանագրի հայտարարությունից հետո երբ վերադարձա Նյու Յորք, մի օր պատահմամբ ես իմ գրպաններից մեկում գտա մի հատ փոքրիկ թուղթ նամակ։ Մի հատ աղջկանից զինվորին։ Մեկ է ժամանակ որ ինչ ասես ուղարկում էի, ես խնդրում եմ որ նամակներ բերեք, որ մեզ զինվորները սա կարդան։ Ու այդ նամակներից ոնց էր եղել, մի հատ պատահման մնացել է իմ գրպանի մեջ։ Երբ որ ես դա կարդացի, ես չեմ հիշում ինչ եղավ այդ։ Դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը նկարահանվել չցանկացավ, պնդեց իր ազատման հրամանի հենց հաջորդ օրը մարտի 31-ին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը նոր տնօրենի պաշտոնակատարի հետ դպրոց է եկել, հենց առաջին հարկում դրոշը տեսել ու ասել հանեք սա։ Մարզպետարանի աշխատողը, որ ես ասում եմ ամոթ ձեզ տիկին, ստում։ Քիչ անց էլի է տեսել դրոշն ու էլի հրահանգել, ասացի հանեք։ Մարզպետարանի կրթության վարչության պետը պնդում է, մարզպետն ուղղակի ճիշտ չի համարել, որ ռոյալի վրա դրոշը սփռոցի պես փռած լինի։ Բա ուր է։ Այս մոտեցումը նշանակում է, որ այսօր Արցախի դրոշը պիտի այս դպրոցում մի տեղ փոխփողար, գուցե հետո կտեղադրեն։ Ես չեմ կարողանում, ինչ մասին է խոսքը, սկզբից սկսեք ձեր հարցը։ Ինչի մասին է խոսքը, ինքը չի ասում, ինչի պիտի Արցախի դրոշ լինի այնտեղ։ Մենք լսեք, սա նոր տնօրենն է։ Հեռացված դրոշը վերադարձնել պատրաստվում եք։ Մենք հիմա որտեղ ենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Պարտավոր ենք պաշտպանել մեր պետականությունը, մեր պետական։ Պատկերացրեք, պարտավոր ենք պաշտպանել մեր պետականությունը եւ մեր պետականության համար ամենամեծ վտանգը Արցախի դրոշն էր, որի համար այդ դրոցի երեխեքն են զոհվել։ Ու սա այդ դրոցում պետք է դաստա։ Հիմա պատկերացեք, այդ երեխեքը դրոցը ավարտած
Մահացել են այդ դրոշի համար, սպանվել են իր ղեկավարի ձեռքով։ Ամբողջ մի սերունդ, արդեն 5 տարի, այդ երեխեքի նկարների տակ, այդ դրոշի լայն ստորագրությունով պատկերացնում եք ինչքան հարազատ է եղել։ Ու սա նոր տնօրենն է եկել այդ երեխեքին ասում, լսեք, գիտեք ինչ, սա մեր պետականության համար վտանգ էր ներկայացնում։ Հիմա այս երեխեքը ուսուցչական կազմը սրան ինչ պետք է ասեն։ Սրան թվում է ինքը կարող է այտենց դպրոց ղեկավարի, այդ դպրոցի ծնողները եւ այդ զոհված երեխայի ծնողները վաղը սրան դպրոցում հենց այս բարերի համար ես չգիտեմ ինչ օրը պետք է գցեն, բայց պետք է գցեն, որ ասեն այդ ուսապարկ, որ դու հիմա ստեղ ես, այս երեխեքի նման սպանվածների արյան գնով ես դու ստեղ, ու դու այս երեխեքի գործը համարում ես վտանգ պետականության համար, որի փողերը դու հիմա լափում ես իրան շնորհիվ։ Ես չգիտեմ, դպրոցական կոլեկտիվ կա, ծնողներ կան, ուսուցիչներ կան, սա իրավունք չունի ձեր միջավայրում մնա։ Սա իրավունք չունի, այդ դրոշը հենց իր այսպես բանի բեն պետք է ասած, ամեն անգամ դուրս գա ասենյակից այդ դրոշը տեսնի։ Անամետ մարդիկ ենք, հայրենասեր մարդիկ ենք, շարժվելու ենք ոնց որ մեր պետության կարգն ու կանոնն է։ Հասկացաք, վերջ, կարգ ու կանոնն է, պետության կարգ ու կանոնը գիտեք որն է։ Արցախի դրոշը վտանգ է մեր պետության համար։ Այդ վերջ, այդ իր պետության կարգ ու կանոնն է։ Հասկանում եք, սա դպրոցի տնօրենն է։ Սա, ասենք, տաքսիստ չի էլի։ Թորինձներ են տաքսիստներ վստահ ավելի գրագետ են։ Պետության կարգ ու կանոն չի լինում, տգետ։ Պետության մեջ լինում է օրենք ու սահմանադրություն։ Դե ցույց տու են կետը օրենքով սահմանադրության, որ արգելվում է Արցախի դրոշ ունենալ դպրոցում։ Ցույց տուր։ Տգետ, ցույց տուր։ Դու եկել ես կանգնել ես մի դպրոցում, որը պետք է ղեկավարես որպես տնօրեն, դու պետք է օրինակ լինես, խելքով, ոչ տգիտությամբ։ Մինչև պաշտոնակատարի այս դպրոց մտնելն էլ հայոց եռագույնը պատին էր բարձր տեղում, ինչպես ինքն է նշում, Արցախի դրոշի մասով, որքան հասկացանք, Հայացքի ագրեսիան է։ կսպասի հրահանգի, ասաց իր տունը չէ, որ որոշի, թե հուշերը ինչպես պահպանի։ Ես իրենց ծառայողն եմ, ես մարդ եմ, քաղաք։ Չէ, դու մարդ չես։ Դու ծառայող ես, դու ճիշտ ասեցիր։ Դու մարդ չես, դու ծառայող ես։ Դու ուսուցիչ չես, դու տնօրեն չես, դու մարդ չես, դու ծառայող ես, որին ինչ ասեն, անուղեղ զինվորի նման ինքան։ Ոչ թե զինվորի նման, անուղեղ զինվորի նման։ Բացի է եւ Հայաստանի Հանրապետության ծառայողն է։ Վերջ։ Մերի Մովսիսյանն ակնա։ Վերջ։ Հայաստանի Հանրապետությունը իրասելով Փաշինյան Նիկոլն է երևի։ Դե տգետս։ Դե հիմա կբացես սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը ցույց կտաս, որտեղ է գրված, որ Արցախի դրոշը իրավունք չունի լինել դպրոցում, մանավանդ որ դա սուրբ մասունք է։ Ձեր նման պիղծերի համար մի քիչ դա անհասանելի թեմա է, ինչ է նշանակում սուրբ մասունք։ Բայց դա կա, անկախ ձեզանից, կա ու լինելու է, էլի անկախ ձեզանից։ Ու ես ուզում եմ տեսնեմ այն աշակերտների հայացքը, որ ինչ զզվանքով են նայելու, խորքային ատելությամբ ու թշնամանքով, քո նման ուսապարկի, որ եկել է եւ ոտերի տակ տրորում է իրենց սրբությունը։ Արկեց նաև Արցախի դրոշը ռոյալի վրա հայտնվել է տնօրենի ազատումից օրեր առաջ, այդպես է փորձեցինք աշխատակիցներից պարզել։ Ինձ մի հարցրեք, խնդրում եմ, ես հղի եմ ու լարված իրավիճակում, ես նոր եմ ֆիզարցակոտից հետ վերադարձել, չեմ կարող ասել։ Բոլորը հղի են փաստորեն ես։ Ինչ թվացա։ Երբ որ այն դպրոցից տեղափոխվեցին այստեղ, տեղափոխեցին ռոյալը։ Ու այդ ժամանակ բերեցին դրոշներ, փրեցին վերան։ Միջ այդ եղել էր այն դպրոցը։ Այսինքն միշտ էլ եղել է դպրոցի վրա։ Միշտ էլ որտեղ էլ եղել է դպրոցը,
Միշտ եղել է դրոշը ռոյալի։ Տնօրեն Կարինե Սմբատյանը պնդում է, թանկագին նվերը 2020 թվականին ստանալուց հետո եղել է ռոյալի վրա։ Սեպտեմբերին դպրոցում նորոգում սկսվեց, ռոյալը վերջերս են տեղափոխել։ Մի քանի օր անց դրոշը նույն դիրքով փռել վրան։ Մարզպետի հրահանգից հետո աշակերտները վերցրել են այն ու փոխանցել իրեն, պահում է տանը։ Իսկ մարզպետարանի ներկայացուցիչն ակնարկում է, դրոշը տեղադրել ու արագ փախցրել են, որպեսզի աշխատանքից ազատման այս պատմությունը այլ ենթատեքստ ստանա։ Մինչև մենք վերևից իջել ենք, 10 րոպե չի տևել, ու այդ դրոշը ինչ է եղել, եթե դպրոցից որևէ մեկը տեղյակ չէ, դուք հասկանում եք այստեղ ինչ է կատարվում։ Իրականում ըստ մարզպետարանի ներկայացուցիչների տնօրենն ազատվել է կրթական տեսչության ստուգումից հետո, խախտումներ են եղել, ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել, հեռավար ուսուցման դեպք է եղել սահմանված կարգի խախտմամբ։ Մարզպետը որոշում է կայացրել աշխատանքային օրենսգրքի հոդվածով, որ վստահության կորուստ։ Շիդարաբոններ աշխատանքային օրենսգրքի պայմանով հիշել վստահության կորուստ։ Բայց բացեք աշխատանքային օրենսգիրքը էլի։ Տեսնենք իրանք բոլորն են ուսապարկ վստահության կորուստ։ Վստահության կորուստի համար մարդն հանում աշխատանքից իհարկե ոչ։ Իրանք եկել են դրոշի հետևից։ Բազում մենակ այդ չի, ես հիմա կմիացնեմ այդ ձայնագրություն, որ ինձ էս ուղարկել են։ Բայց բարոն Հակոբյան, մի բան եմ ուզում ձեզ հայտնել, ուրեմն Ռուբեն Սևակ դպրոցը Բաբայան փողոցի վրա բանն եք գտնվում Երևան քաղաք, Բաբայան փողոց Ռուբեն Սևակ 51 դպրոց։ Ուրեմն այդ պատվանդյունը զոհված երեխեքին նկարները հանել էր, լավ հանել են առանձնակի դաշնամությամբ նկարները պատառոտել են, այդ ռամկաները ջարդել, փշրել, մի խոսքով սրտից ինչ կատարում չեմ ասում։ Բանում են Ռուբեն Սևակի դպրոց։ Փաստորեն հանել են այդ նկարներն էլ պատառոտել են, այլանդակել են։ Ով կա դե սովորող, ով է ծանոթ է դպրոցին գրեք ինձ, ու նկարներ տվեք ինձ, ու տնօրենի անունը զգանա, ու այդ տարածքը ով է պատասխանատու կրթության այնտեղ, գրեք։ Ես չգիտեմ այս բանը ինչ կանեմ, բայց հաստատ անհետևանք չի մնա, գրեք ինձ ուղղակի, խնդրում եմ։ Իհարկե ես խնդրել եմ ինձ նկարներ ուղարկեք այդքան բան։ How to find the Պարոն Փաշինյան, ձեզանից առաջ ձեր թիմակիցներն էին արցախցիներին ասում մնայիք, կռվեիք, չգայիք, դուք երևի գիտեք, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում ցեղասպանություն է եղել, միջազգային փորձագետներն են դա փաստել։ Ցեղասպանության պայմաններում մարդիկ կռվել են մինչև վերջ, ինչքան կարողացել են։ Հիմա մնայիք, չգայիք ասելով դուք ինչ նկատի ունեք, դուք եւ ԿՊԱ-կանները, ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանն էր ասում, մնային մինչև վերջին արցախցին ցեղասպանվեին, սպանվեին, գերեվարվեին, որ չգիտեմ, այստեղ դուք լավ զգայիք, ինչ է ձեր ասածը, այս հարցի պատասխանն ենք ուզում ստանալ, եւ մեկ հարց էլ միշտ դուք սպառնում եք, որ պատերազմ կլինի, ձեր ընդդիմախոսներն էլ ասում են, գիտեք ինչ կա, դուք եք վերել պատերազմը, ձեր օրոքը եղել, օրինակ երեք Արման Թաթոյանն ասում էր պատերազմի կուսակցությունը դուք եք, ասում եք ինչի պաշտպանությունը, ինչու եք ձախողել պատերազմից հետո, որ այսօր էլ ասում եք, որ ամեն մեկը կարող է մեզ սպառնալ պատերազմով եւ ըստ էության դուք էլ դա օգտագործեք նախընտրական փուլում։ Շնորհակալություն։ Գիտեք, մենք ասում ենք, մեզ ասում ենք եւ ժամանակաշրջանը հարմար է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնահատի։ Ի վերջո, ընտրությունը նաեւ բանավեճերը հանգուցալեծելու միջոց էր, չէ՞, որովհետեւ 2021 թվականին էլ 2018 թվականին էլ դրա մասին էր եւ թող խնդիրը այնա, մենք պետք է ակտիվ հաղորդակցության մեջ լինենք եւ գնահատվի դա։ Եվ մենք ժողովրդի հետ մեր Քարսի պատասխանը լսում եք։ Ես լսում եմ հետևյալը, որ չհերքեց, որ ցեղասպանություն է եղել։ Չհերքեց, որ իրենց նպատակը հենց այն էր, որ ամբողջ ժողովուրդը կոտորվեր կամ դառնար Ալիևի հպատակ։ Չհերքեց։ Ես հիմա փաստորեն ես հաջորդ անգամ լրագրողներին, որ հարց տանք, ես պետք է ասեմ, քան ինքը չի ետքում, որ դա ցեղասպանություն է եղել։ Դուք ոչ միայն պետք է ասեք, որ ցեղասպանություն է եղել միայն, այլ սա մեկն է, որ կազմակերպիչն է ցեղասպանության։ Հիշեցնեմ, այդ ցեղասպանության ժամանակ ինքը հայտարարեց ամբողջ աշխարհով, որ
այնտեղ ոչինչ չի սպառնում մեր բնակիչներին։ Ասա, երկրորդը ցեղասպանությունն էր, որովհետև ինքը իր պարտականությունները չէր կատարել։ Ընդամենը պետքա դիմեր ՄԱԿ-ի դատարանի որոշումը իրականացնելու համար ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ու դա չէր արել։ Ասել է, թե ինքը նպաստել էր այդ ցեղասպանության։ Սա ընդամենը ցեղասպանություն չէր Ալիևի ձեռքով, այդ ցեղասպանությանը մասնակից էր Փաշինյան Նիկոլը իր կառավարության անդերձ։ Սա ճշմարտությունն է, սա պատմությունն է։ Ամեն մի գործողություն ունի հետևում անուն, ազգանուն։ Լրիվ ասեք, ես հասկանում եմ, որ օրագրողների համար սա արդեն մեծ ձեռքբերումն է, որ կանգնել, ասել ընդեր ցեղասպանություն է եղել, ինչա դուք ուզում եք բոլորը կոտորվեին։ Հա, բայց սա քիչ է իրան ասել համար։ Որովհետև այդ ցեղասպանությունը կոնկրետ ունի կազմակերպիչ, դա մենակ Ալիևը չի։ Ալիևը կատարողն է, Ալիևը ուներ աջակից եւ ինֆորմացիոն հովանավորող, որը հենց եւ աջակիցը եւ ինֆորմացիոն հովանավորողը դա հենց այս ներն է, ընդ որում մենակ չէ, բոլոր նրանց հետ, ովքեր աջակցում են այս ներ։ Դու մեքենա, իսկ ինչ պարտադիր է, որ դու մեքենա վարել իմանաս, որ դու մեքենա վարես։ Որովհետև մեքենա վարելը նույնն է մեքենան A կետից B կետի տեղափոխելու հետ։ Բացարձակապես նույն բանն է։ Իսկ ինչ կա, մեքենա վարելը սրանք Ոչ։ Ես չգիտեմ, այլ գործիքակազմ չի մնացել։ Գործիքակազմ չի մնացել, որ ասենք նկարագրենք մենք ում ձեռքում ենք եւ ում ձեռքում կարող է Աստված չանի մնա Հայաստանը։ Գործիքակազմ չկա, ստե մնում է անիմացիա, սարսափի կադրերով, անիմացիա, մուլտիկ, որպեսզի ավելի պարզ գույներով ներկայացնենք մենք ում ձեռքում ենք։ Որ ընկերս է զանգ հեռախոսով խոսում եք, 100 ման ժամանակ դրանք եկավ, ես ստիպված էի պաուզա տալ մի պահ։ Ասում եմ, ես սարսափած եմ, մեկ մարդ եմ տեսնում, դրսում արտասահմանում, հայ, ուսանա պաշտպան։ Ասում եմ, դու ընդամենը տեսել ես մի բան, որի մարդ մի ասա, դու մի բան ես տեսել, որ հայերեն էր խոսում, բան, որը պատահմամբ հայերեն էր խոսում, որտեղ պատահմամբ ծնվել է Հայաստանում, ընդամենը, բայց Հայաստանի հետ կապող ոչինչ չունի, որովհետև հայ եւ բարոյականություն բառերը դրանք հոմանիշներ են, չի լինում հայ առանց բարոյական չափանիշների, եւ սրան աջակցել նշանակում է այդ չափանիշներից այնքան հեռու լինել, որովհետև սա ոչ մի չափանիշի մեջ նույնիսկ հեռվից չի մոտենում, սի մի նեղվի։ Դու ընդամենը տեսել ես, կամ բացահայտել ես մի բան, որը պատահմամբ խոսացել է հայերեն։ Այսքան։ Ճանաչում եք սա ով է։ Սա ԱԱՑ տնօրենն է, Անդոն, կամ ինչպես իրենց ծառայությունում են ասում, մորքուրը։ Ավելի քան 9 ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրանիկ Սիմոնյանը մինչ այս պահը ժամանակ չի գտել ընդունելու 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց որդիներին կորցրած ծնողներին, որոնք ընդամենը մեկ պահանջ ունեն՝ արտաշիրիմում անել ու իրենց զավակների աճյունները Հայաստան բերել, այստեղ վերահուղարկավորելու համար։ Հուղարկավորությունը կազմակերպել եք Մարտունու քաղաքի գերեզմանոցում մի կերպ, հիմա մեր պահանջն է, խնդրանքն է կառավարությունից, նախ ասեմ, որ 23 թվականի սեպտեմբերի 30-ից մինչ առ այսօր դիմել ենք Հայաստանում տարբեր կառույցների ու մինչև առ այսօր մեր հարցին 2 տարի 6 ամիս է, մեր հարցին ոչ մեկն էլ լուծում չի տալիս։ Ես դու մի բան ես տեսել ընկերոջս էլի։ Հա, ցանկացած մեկը, որ sense կլսի էջը կանջատի, հասնի հաջորդ բանին, իմ համար այդ բանն է։ Որովհետև այս ծնողի վիշտը պետքա որ ընդհանուր լիներ, որովհետև մենք կարող էինք այս ծնողի տեղ լինել։
Մի պարզ պատճառով, որտեղ մենք էլ ենք հայ, մենք էլ ցամաքներ ունենք։ Ու այն հանգամանքը, որ մենք չենք այս ծնողի տեղը, մեզ չի ազատում այդ պարտականությունից եւ այդ չի ապահովագրում այդ հնարավորությունից, որ մենք կարող ենք լինել։ Դե եմ ասում, դու ընդհանրապես մի բան ես տեսել, որ պատահական հայերեն ես խոսում։ Սա կարող է կոպիտ է, սա կարող է ծայրահեղան նույնիսկ, սա չափանիշ է։ Այո, դժվար է մարդ լինելը, մարդ ծնվում են բոլորը, մարդ մնում են շատ քչերը։ Այնպես որ շնչել, արտաշնչել, գնալ աշխատանքի գալ դեռ մարդ լինելու չափանիշ չի։ Ջելա Արզումանյանը որդուն Վաչագան Դադալյանին կորցրեց ռազմական գործողությունների առաջին օրը, սեպտեմբերի 19-ին, մի կերպ ուղարկավորել են, ապա Արցախում թողնելով տղայի գերեզմանը ստիպված բռնել գաղթի ճամփան։ Նորից ենք դիմում բարձրաձայնել մեր հարցը, խաղաղությունը, խաղաղության պայմաններում բոլոր հումանիտար հարցերը լուծվում են։ Գոնե այս Բավոլ խաղաղությունը, ճիվաղ եւ ճիվաղի աջակիցներ։ Ինչ ես մարդկանց հարցերը չի լուծում։ Ասում եք խաղաղություն է։ Մեն այնք ասում են, խաղաղություն է, չէ՞։ Ինը խաղաղություն է, մեր վրա չեն կրակում։ Այն չեն կրակում ու բայց մեկ է շարունակում են զինվորները սպանվել խաղաղ պայմաններում։ Է խաղաղություն է, բայց ծնողների հարցերն չի չեք լուծում։ Բա լուծեք, այն ժամանակ ասենք խաղաղություն է։ Դուք դա նույնիսկ ունակ չեք անելու։ Գիտեք ինչի։ Դա ձեր համար արժեք չի։ Որովհետև դազերը պլանների մեջ ընդհանրապես չի մտնում։ Ես չեմ ուզում շատ ծանրանալ այս հարցի վրա, բայց Միանհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են անցած տարվա հունիսին Արմեն Ավազյանի պաշտոնանկությունից 2 շաբաթ առաջ։ Մինչ այդ էլ կողմերը հանդիպել էին անցած փետրվարին հայ-ադրբեջանական սահմանին։ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո հանձնաժողովները չեն հանդիպել։ Նա սակայն աշնանը Բաքու այցելեց, թե ինչ քննարկումներ է ունեցել այնտեղ ԱԱԾ տնօրենը, հանրությանը այդպես էլ հայտնի չդարձավ։ Իհարկե, ուղիղ ցուցումով եկել է, ոնց պետք է ապահովեն ադրբեջանցիների սահուն ինտեգրումը եւ Հայաստանի վաճառքը Ադրբեջան։ Սահուն։ Անդրանիկ Սիմոնյան, դուք լույս մտածում եք դուք կարաք դա անեք։ Լավ, եւ ձեզ խոսք եմ տվել, որ դուք կարող եք անել ու դուք մնալու եք անձեռմխելի։ Դե ինչ ասեմ, եթե մտածում եք ձեր գլուխը տիտանից է, շարունակեք։ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 223 զոհ ունեցավ, դրանցից 25-ը խաղաղ բնակիչներ էին, զոհերի Տեսեք դատենիք ինչ ասում։ Հետաքրքիր բան է բացահայտել։ Եվ ասպես, Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի իշխող ուժի падգամավոր Մեհրիբան Վելիևայի հարցազրույցը։ Ուզում եմ ուղիղ մեջբերում ներկայացնել այդ հարցազրույցից։ 20-րդ դարի ընթացքում մեր ժողովուրդը 4 անգամ ենթարկվել է զանգվածային տեղահանությունների։ Բա Մասնավորապես Արևմտյան Ադրբեջանից ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների բռնի տեղահանությունը, իրենց նախնիների հողերից դաժան տեղահանությունը, նրանց տների թալանը, պատմական հետքերի ջնջումը ցույց են տալի, որ այս քաղաքականությունը շարունակական էր։ Այս տեղահանությունների արդյունքում մեր հազարավոր հայրենակիցներ տեղահանվեցին եւ բախվեցին ծանր մարդասիրական ողբերգությունների։ Ու այս երկիրը գնացել Հայաստանի ԱԱԾ պետը։ Գնացել է, որ երևի խոստանալ, որ ինքը հատիկ վերականգնելու է բոլոր ուշարձանները, չգիտեմ, ստեղծելու է ինչ-որ մզկիթներ, վերադարձնելու է բոլորին, ովքեր անգամ դժգոհ կմնան Անդրանիկ Սիմոնյանի ծառայություններից։ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ մշակում է անթակույց զավթողական հայեցակարգ։ Կոմատ անթակույցը, Թաթևիկ ջան, փաստորեն ԱԱԾ պետի համար դա նույնիսկ տեսանելի չէ։ Ես ասում եմ, որ մեր դեմ պետական մակարդակով մշակվում է խոսույթ, որ մենք իբրև ցեղասպան ֆաշիստ ժողովուրդ ենք, ովքեր դաժանաբար խեղճ ադրբեջանցիներին քշել են իրենց հայրենիքից։ Սա ոմանց կողմից դիտում է որպես ներքին լսարանի խոսույթ։ Չէ, բայց ԱԱԾ պետը գնում է մասնակցի այս խոսույթին։ Գնում է մասնակցի։
Եվ խնդիր չունի, հերկում չկա, իրենց մոտ հակառակ պնդումներ չկան, բացարձակապես։ Ուզում եմ հիշեմ պատմությունից, որտեղ պատմությունը լավ դասատու է։ Որ երկրի ղեկավարներին են խոստացել, որ հանձնեք ձեր պետությունը, եւ դուք աշխարհի նման կապրեք։ Եվ դա եղել է առաջարկություն թուրքերի կողմից։ Ուզում եմ հիշեմ։ Եվ ուզում եմ հիշեմ, որ դեպքում են իրենք կատարել իրենց խոստումները։ Ուզում եմ հիշեմ, ոչինչ չեմ կարողանում մտաբերել։ Գիտեք ինչի՞։ Որովհետև պատմության մեջ գետ մեկ նմուշ չկա նման բան, որ թուրքը խոստանա, որ ինքը կխնայի քեզ, քո ընտանիքը, քո ունեցվածքը, դու հանձնի քո երկիրը, ու դա կանի։ Այնպես որ քեզ ընդդեռ ինչ են ասում, մորքուդ են ասում, ինչ են ասում, էական չի։ Քեզ հաջողություն քո սկսած գործի մեջ։ Մինչդեռ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևը գրում է. լինել ադրբեջանցի նշանակում է ապրել պարսկական հողում, կարդալ ռուս գրականություն, ունենալ հայկական ճարտարապետություն, դավանել արաբների կրոնին, նշել թալիշների տոները, գնել արևմտյան տեխնոլոգիաներ, լսել կովկասյան երաժշտություն, խմել վրացական գինի, բայց վերջում պնդել, թե այդ ամենը քեզ է պատկանում եւ ատել այն բոլոր ժողովուրդներին, որոնք պատկերվել են քեզ այդ ողջ երազկությունը։ Ես պատկերացնում եմ հիմա ԱԱՑ-պետն ու Նիկոլ Փաշինյանը ոնց են բողոքելու այս ամեն ինչի դեմ։ Ինչ հիստերիա հիմա պիտի բարձրացնեն, որ այս ինչ եք ասում։ Ինչպես եք դուք համարձակվում նեղացնել մեր եղբայր ժողովրդին։ Ադրբեջանցիների համար պարզ է։ Բայց Հայաստանում ապրող հայ ազգանունով անունով թուրքերին սա պարզ չի։ Ես սպասում եմ, երբ են սա նկատմամբ դատական գործ սկսելու Հայաստանի պահանջով։ Եվ այսպես այսօր ազգային ժողովրդավարական բևեռը որոշել է հայտարարել, որ ինքը կմասնակցի ընտրություններին եւ վարչապետի տեխնացու կառաջադրի Արժան Ավետիսյանին, որ այս պահին գտնվում է բանտ։ Ես իմանալով այս նորությունը միանգամից որոշեցի այսօր դնել քվեարկության հասկանալու համար, թե Վարուժան Ավետիսյանի հեղինակությունը ռեյտինգը համեմատած այլ տեխնացուներին գոնե առնվազն 3 այլ տեխնացուների ինչպիսին է։ Եվ հիմա ձեր հետ միասին կնայենք։ Թարմացնեմ։ «1900 մասնակից 5 ժամ առաջ են բերում ամենը, 1900 մասնակից շատ չի, բայց արդեն որոշակի տոկոսով ներկայացնում է այն ինչ որ կա։ Նիկոլ Փաշինյան 12%, Սամվել Կարապետյան 35%, 25% Վարուժան Ավետիսյան, 28% ասել է Գուրգեն Սիմոնյանին։ Այս 4 փաստորեն ներկայացուցիչների մեջ առաջատարը Սամվել Կարապետյանն է։ Թող ոչ մեկ չկասկածի, որ երբևէ որևէ մեկը կարող է միջամտի քվեարկությունների։ Սա տեխնիկապես ուղղակի հնարավոր չի։ Ես իհարկե վաղը նույնպես կանադառնամ, արդեն այսօր, որովհետև այսօր երեկոյան մենք ուղիղ հարց ու պատասխան ունենք բոլորին դեմ եմ շարժման համակարգողներից մեկի Միքայել Նահապետյանի հետ եւ կփորձենք կամ վաղը նույնպես կանադառնանք, որովհետև տեսնենք ինչ է լինում, եթե որ 1900 հոգի չի քվեարկողները, այլ ասենք շատ ավելի, որովհետև 15000 մասնակիցների քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը 12-ից բարձրացել է 16%, եւ այստեղ այլ տեխնացուների շրջապայքարը Սամվել Կարապետյանը այս պարագայում 35-ից ունի 36%, ինչպես տեսնում եք, այս 5%, 4% տարբերությունը, այս 4% ուղիղ տարբերությունը 31, 35 եւ 16-ից 12։ Սամվել Կարապետյանից էր գնացի Նիկոլ Փաշինյանին։ Ամեն դեպքում այստեղ Գուրգեն Սիմոնյանն ուներ 17%, Արտակ Սարգսյանը 37%։ Այս հարաբերության մեջ առաջատարը Արտակ Սարգսյանն է 15000 մասնակիցների դեպքում։ Տեսնենք վաղը
քանի հազար մարդ կմասնակցի նախորդ քվեարկմանը եւ փորձենք հասկանալ ուժերի դասավորությունը ոնց է։ Այսպիսի մի գաստրոլյոր կա Մոսկվայից շպրտած Հայաստան, փախած Մոսկվայում առաքիչ, տաքսիստ աշխատած, բնությունով առաքիչ եւ տաքսիստ, ինչ որ հարություն, որ ասում են միջին վիճակագրական հայը փակել է Ղարաբաղի էջը, որ ապրի խաղաղ իր որդիները չզոհվեն։ Սա մի մարդ է, որ վաղաշաբաթում ներկայացնում էր Արամ Սարգսյանին, Վազգենի քրոջը, միջև ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ինքն էլ չգիտի ինքն ում ներկայացնում, բայց ինքը գիտի միջին վիճակագրական հայը ինչ է ուզում։ Հա, միջին վիճակագրական ոչ մեկը, շատ միջին վիճակագրական ոչ մեկը, ինքը գիտի միջին վիճակագրական հայը ինչ է ուզում։ Փակել է Ղարաբաղի էջը։ Ուզում եմ անեմ իր այդ կես տոկոս ընտրազանգվածի մեջ հարցում արել, թե ԿՊ-ի շտաբում։ Հիմա ես ձեզ կասեմ, ուզում ես վաղ հարությունը կրճեն, քեզ դնեմ, ուտես ընդհանրապես 0-ից բարսանում ես ռեյտինգով, հա, որ դու մեկ էլ որոշել ես, որ դու գիտես միջին վիճակագրական հայի ինչ ասում։ Միջին վիճակագրական հայի վերաբերմունքը դու կարող ես տեսնել փողոցում, երբ որ քեզ քո նման բիժվածքներին կամ քո շեֆին, Արամ Սարգսյան, դե չգիտեմ, Նիկոլ Փաշինյան, տես իրենց նկատմամբ վերաբերմունքը։ Ու դու կհասկանաս միջին վիճակագրական հայը ինչ է մտածում ձեր մասին։ Դուք այն չեք, որ մարդ միջին վիճակագրական հայը քննարկի ձեր հետ ընդհանրապես, ինքը փակել է թե չէ։ Բայց ամենահետաքրքիր հարցը գիտեք որն է։ Ձեզ այդ հարցը ինչ է այդքան հետաքրքրում, փակել է թե չի փակել, ամենակարևորը։ Ինչ եք այդքան մերժված դուք այդ հարցում, ինչ եք այդքան դուք վառված այդ հարցից։ Արցախը, Հայաստանը, Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, դրանք մեր հայրենիքն են, մեր ինքնության մի մասն է։ Ու դա արժեք է նրանց համար, ով գիտի ինքնությունը ինչ։ Եթե մի մարդը օրվա կուրսով ինքը պատրաստ է սրան ներկայացնել, նրան ներկայացնել, ստեղից փախնել, ընդեր դավաճանել, դա ո՞նց կարող է իմանա հայ մարդու երազանքների մասին։ Չեք կարող իմանալ։ Դուք այդ հայ մարդու հետ ընդհանուր ոչ մի բան չունեք։ Հայ մարդուն հնարավոր չի վախեցնել պատերազմով, ասել։ Դու պատերազմ չես ուզում։ Դու պետք է մոռանաս ամեն ինչ։ Ուրացի ամեն ինչը դու պատերազմ չես ստանա։ Չեք կարող, որովհետև հայ մարդը անասունից տարբերվում է իր հիշողությունով։ Ինքը գիտի մի բան։ Այ հենց ինքը հարմարվեց այն մտքի հետ, որ ինքը պետք է ամեն ինչից հրաժարվել խաղաղ ապրի, դա իր վերջին օրն է լինել։ Իր պատմական փորձը դա է ցույց տվել իրեն։ Եվ քո նման կիսագրագետ վաճառքի հանված վիժվածքները չեն կարող իրան դասել տալ։ Հասկանալի է։ Սենց ուրիշ վիժվածքեր կա, ուզում եմ նայեք սրան։ Армении, но не смертельно. Второе это газ. Поэтому да, будет вначале немного трудно, но не смертельно. Второе это газ. Здесь тоже есть чем крыть. Это, конечно, азербайджанский газ, хотя, что я говорю, у некоторых может оказаться непопулярным, но тем не менее это тоже хорошее решение. Շատ լավ որոշում։ Ռուսաստանը եթե գազ չտա, շատ լավ որոշում է ադրբեջանական գազ։ Սենց վաճառքի հանված կենթանիներ են։ Թողներեն իսկ կենթանիներ են։ Տեսեք, շատ լավ որոշում է։ Մենք գազի խողովակ ունենք, ասենք, Իրանից է կողել։ Անհամեմատ ավելի էժան ու խողովակը կա։ Բայց իր համար շատ լավ որոշում է ադրբեջանական գազը։ Ինչպես նաև ադրբեջանական բենզին, ընդհանրապես ադրբեջանական ամեն ինչը։ Դե հիմա այս ոչնչությանը, այս մի քիչ ուրիշ Ստյոպիկ Սաֆարյանի սրա համար են փողը տալի, հասկանում եք։ Բա ինքը ինչ անի։ Դուք պատկերացնում եք մի պահ իրան ասեն դու մեզ պետք չես, քո ծառայությունները պետք չի։ Կարևոր չի քեզ 3 հոգի է լսում, թե 20 հոգի։
մի պասան ասել դու մեզ պետք ես։ Էսի ամբողջ կյանքով ուրիշ ոչ մի բան չի արել, քան սրա նրան ծառայել։ Ոչ թե միայն սա, սրանք բոլորը։ Սա նույնիսկ առաքիչ չեն կարող աշխատել, հասկանում եք։ Սրանց բնությունը, ուղեղի կառուցվածքը, ունակությունները նույնիսկ ընդեղ չեն, որտեղ նույնիսկ առաքիչ լինելու համար պետք է ինչ-որ վստահ բան ունենալ, արժանինքներ ունենալ, էլի։ Սա նույնիսկ դա չի կարող անել։ Ինչպես են նախկին այն որ միջին վիճակագրական հայցերը խոսում։ Ինչ եք անելու դուք հունիսի 8-ից։ Մտածել եք։ Հասկանում եք, երկու տարբերակ կա։ Նիկոլը հանկարծ եթե կարողացավ իրեն վերապարտադրի ժողովրդին, դուք էլ իրան պետք չեք։ Որովհետև թուրքին էլ պետք չեք դուք։ Իսկ եթե չկարողացավ, պատկերացնում եք ձեր վիճակը։ Պատկերացնում եք ինչ կկատարվի ձեր հետ։ Ախր այս նույն ոգևորվածությամբ, սա մինչև 2018 թիվ ինքը գովում էր Ռուսաստանը։ Հիմա Ադրբեջանը։ Որովհետև ընդեղ է ուղղված կոմանդիրովկա են ուղարկել ընդեղ Արամ Սարգսյանի հետ։ Ասել են այսօրվանից ացիպետի Նատաշա։ Մեծ Նատաշաները փորձում են մարդկանց ասել որ շատ լավ լուծում կա։ Ադրբեջանը։ Ճա, այնքան լավ լուծում է։ Ադրբեջանն էլ իր լուծումներն ունի առաջարկելու, հա, քեզ է կոնտանիքիներ, քո երեխեքով բանով, ընդեղ ինչ ունես, ինքն էս լավ ծրագրեր ունի, լավ պորտֆոլիոներ ունի արդեն պատրաստած։ Անօքերի։ Դու չես մոռացվի։ Իսկ սա սրանց պահած երկինն է, Գյումրին։ Հա, հա, ժողովուրդ ջան։ Ամբողջ երկիրն է այս վիճակին։ Մի պահ, գնանք տեսնենք աշխարհում ինչ է կատարվում, արագ վերադառնանք Հայաստան։ Ներսա լսենք։ Սա Վաշինգտոնի Քենեդի սենտերն է։ Հոյակապ դալիճ, իրենց ամենամեծ դալիճում։ Կներկայացումներ եմ ունեցել շատ տեղ։ Մտելա, որ ողջունի ժողովրդին, ժողովուրդը սուլում է, մերժում է։ Հա, բայց Նիկոլի երես ունի սա։ Կանել մատով սա նրան ցույց է տալի։ Լրիվ Նիկոլի երեսն է։ Ու տեսեք սա ինչա բերում աշխարհի գլխին։ United Nations միացյալ նահանգների չէ։ Միացյալ կազմակերպությունների ՄԱԿ-ի ղեկավարը դատապարտել է Թրամփին Իրանի նկատմամբ ռազմական հանցագործություն կատարելու համար։ Նույնիսկ կրկնեմ, ՄԱԿ-ի ղեկավարը մեղադրանք է ներկայացնել Թրամփին ռազմական հանցագործության համար։ Ես սպասում եմ այսօրվան, որ հələ պետք է սա ապացուցվի, պետք է գնա դատարանը որոշում պետք է կայացնի շատ շուտով ՄԱԿ-ի մակարդակի վրա, որ այս Նիկոլի երեսով ամերիկյան Նիկոլը ռազմական հանցագործա, ինչպես Նետանյահուն, ինչպես Պուտինը։ Եվ պատկերացնում եք, հա, չմոռանաք Ալիևին։ Պատկերացնում եք այն պահը, երբ որ Նիկոլը հայտնվում է մենակ, որ իր բոլոր հենարանները ճանաչում են ռազմական հանցագործներ։ Այո, չմոռանանք, որ սրա հրամանով Ամերիկում սրա բանակը երկու հրթիռով ռմբակոծել է մանկապարտեզ, որտեղ մահացել են 184 երեխաներ։ Առնվազն, ուրիշ բանի մասին չեմ ասում։ Հենց մենակ առաջին օրը։ Ասել է դրանք, ինչ որ դու արել ես, ռազմական հանցագործություն է։ Դե սպասենք դատարանի որոշմանը։ Իսկ Իրանը այսօր երկու ինքնաթիռ է խոցել եւ մեկ ուղղաթիռ։ Hawk helicopter as it was searching for pilots from a fighter jet that had been shot down only an hour. Մեկ ժամվա տարբերությամբ եւ հետաքրքիր է գիտեք որն է, որ չեն գտել, մի հոգի են գտել օդաչուներից, մնացածին որոնում են։ Մի հոգին փրկվել է։ Մնացածին որոնում են։ Եվ որոնում են ոչ միայն պարսիկները, նաեւ ամերիկացիները։ Ամբողջ օդը զբաղված է։ Ամերիկացիներն իրենց հերթին են փնտրում, իրանցիները իրենց հերթին։ Որովհետև հանգարց ընկան իրանցիների ձեռը հետ օդաչուները շատ
շատ դաժան է լինելու Թրամփի համար։ Շատ։ Ինքը փաստորեն, ուրեմն տեսեք արդեն քանի 2 F-35 են խփել։ Մի բան ոչ չի ելնում, ինքը անտեսանելի է համարում, բայց ոչ փաստորեն իրանական տեխնիկայի համար։ Ու ինքը պնդում են, որ Իրանը չունի, էլ ոչ արման ունի, հակաօդային պաշտպանություն ունի, ոչ ավիացիոն ունի, ոչ մի բան չունի, բայց ոչ մի բան չունենալով 2 հատ F-15 է խփել, 2 հատ F-35 եւ ռազմական ուղղաթիռ։ Շատ ծանր է լինելու։ Պլյուս պատերազմի հանցագործի մեղադրանքը։ Իսկ սա Կալիֆոռնիայի նահանգապետն է, որը Թրամփին ասում է, Թրամփը անուղեղ իդիոտ է, որը ռմբակոծում է երեխաներին, որ պաշտպանի Էփշտեյնի, պետաֆիլների։ Սա գուբերնատորն է Կալիֆոռնիայի։ Դուք պատկերացնում եք Հայաստանում մարզպետ ասի Նիկոլը սերիական մարդասպան շիզոֆրենիկ է։ Նա սպանել է հազարավոր երեխաներին ու այնքան շիզոֆրենիկ իդիոտ է, որ հետո խոստովանում է, որ ես դա գիտակցաբար եմ արել։ Դուք պատկերացնում եք այդպես վիճակ Հայաստանում։ Դժվար է, չէ՞ պատկերացնում, բայց նույն բանը իմ Ամերիկայում կա։ Դա Կալիֆոռնիայում է։ Դա ማለት սա ատում է Կալիֆոռնիա նահանգը ընդհանրապես։ Սա Ստիվ Բեննոնն է։ Եվ հայտարարում է, որ շատ վատ է վիճակը հանգարց, եթե չգտան օդաչումների, դա կարող լինի միանգամից իմպիչմենտի հարց Թրամփի համար, եւ դա կարող լինի վերջին օրը Թրամփի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների վիճակն է վատ է։ Ախելում եմ սա մասին խոսամ, չգիտեմ դες բանա լինելու, որ հիմա վիճում է Ճապոնիայի հետ, որ նրանցից խլի, հետ գնի 400 տամագավկ հրթիռներ եւ Ճապոնիայից եւ Լեհաստանից, եւ Լեհաստանն է ուղարկում գլողի ծոցը, որտեղ դրանց համար վճարել է, եւ Ճապոնիան է ուղարկում գլողի ծոցը, որտեղ դրանց համար վճարել է։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարողանում արտադրել։ Չի կարողանում արտադրել այն քանակությամբ, ինչքան որ սպառվում է, որովհետեւ դրանք կարկանդակ չի որ այդպես արագ արտադրեն։ Այս վիճակին է հասցրել Թրամփը այս պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է երկիրը։ Նման եմ ասում, այս պատերազմ սկսելով իրանք սահմանեցին իրենց վերջնաժամկետը։ Հիմա ես ուզում եմ կարդամ, ովքեր են ղեկավարել ու ղեկավարում Իրանը։ Ես ուստնեմ մի խոսքով, քանի որ մեր հասարակության մեջ մի շերտ կա, որ բացարձակ համահրանք ունի իրանցիների նկատմամբ եւ շատ չգիտեմ որտեղից է գալ այդ մեծամտությունը, որ դե ոչ մարդ կա, ոչ գիտություն կա, ոչ արժանիք կա, դե շիզոֆրենիկներ են եղել, կրոնամոլ, հիմա կարդանք ով է։ Այաթոլլան ինքը պրոֆեսոր էր իրավաբանության, հա, եւ ոչ միայն գլխավոր բաններ, հրամանատարներ, նաեւ պոետ էր եւ թեոլոգիայի պրոֆեսոր։ Փեսեքշյանը խիրուրգ է, սրտի, զինվորական մասնագետ ու նաեւ դասախոս համալսարանում։ Ձեռդ էլ հələ մեջ ունեցածին համանայեք էլի։ Մյուսը RF-ը, ուրեմն դոկտոր նաուկ, PhD, գիտությունների դոկտոր, էլեկտրոտեխնիկայի ոլորտում, Ստենֆորդի համալսարան ավարտել, նախկին ռեկտորն է Թեհրանի համալսարանի։ Մյուսը Ալի Լադիջանի, որին սպանեցին, փիլիսոփայության դոկտոր, մեկնաբան, գերմանական փիլիսոփայության մեկնաբան, կանտի փիլիսոփայության եւ գրքերի հեղինակ փիլիսոփայության ոլորտում։ Մյուսը սպիկեր է դաս պարլամենտի, գիտությունների դոկտոր, քաղաքագիտության, ուրեմն աշխարհագրության ոլորտներում, օդաչու եւ կոմանդիր ավիացի, կոմանդիր դիվիզիա, որ 21 տարեկանում ինքը արդեն դիվիզիայի հրամանատար է եղել։
Սա Իրանի ղեկավարությունն է։ Իսկ հիմա նայենք ով է Թրամփը։ Թրամփը սա է։ Որը միջև հայտարարում է Ամերիկայի Միացյալ Նահանգները հեշտությամբ կարող է բացել Հորմուզի նեղուցը։ Ճիշտ է, արդեն այդ հեշտությամբ բացումը արդեն գիտեք ինչքան ժամանակ, ես ինչ հիշում եմ, պատերազմը երբ է սկսել։ Մի ամիսից ավել է։ Մի ամսից ավել է հեշտությամբ բացումը։ Թրամփը սա է։ Ամերիկան սա է ղեկավարում, որը իր ամբողջ կյանքում հայտնի եղել մենակ մի բանով։ Խաբել է իր բոլոր գործընկերներին, խաբել է բանկերին, որի համար դատվածություն կար է, բազմիցս, 4 անգամ բանկրոտ է ենթարկվել եւ միակ բիզնեսմենն է աշխարհում, որը կարողացել է բանկրոտի ենթարկվի կազինոյով։ Այսինքն տակտա սննկանա կազինոյի բիզնեսում։ Նկատեցիք տարբերությունը երկրների։ Դուք հիմա կարող եք սիրեք, կարող եք չսիրեք։ Եթե դուք հավատը իր ռելիգիոզի նկատ ունեք, սա նման աննորմալը մենակ կարա իր հոգևոր առաջնորդին բերի սենատ, բերի սպիտակ տուն, ձեռքերը բռնեն, որ իր համար աղոթեն, հետնել ասեն դու Հիսուս Քրիստոսն ես, որովհետև հեսա քո վրա էլ է լինելու մեղադրանք, սուտ մեղադրանք, ինչպես Հիսուս Քրիստոսի վրա։ Քեզ են փորձելու խաչեն, ինչպես Հիսուս Քրիստոսին։ Ու ասա գլուխը տնտմբացնելով լսի, միևնույն ժամանակ լինի պետաֆիլ, մանկապիղծ ու սատանայի մշտ։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Դրա համար այս պատերազմին, որ նայում, ես չեմ զարմանում։ Ուժերի հարաբերակցությանը, պատերազմի արդյունավետությանը, ով ոնց է կռվում։ Որովհետև ընդեղ խոսում է Իրանում շատ լավ բանկատակից աշխատող, դա զրահադաշտական ավանդույթներն են։ Գիտեք ինչ է ասում զրահադաշտական ավանդույթը։ Անարժան մարդը իրավունք չունի պաշտոն ունենալու։ Այ չգրված օրենքն է։ Այսինքն իրաց մոտ Նիկոլ Թրամփ չեն կարող լինել ոչ այաթոլլա, ոչ նախագահ։ Սա է բանալին։ Այդ չգրված պատմական դարավոր օրենքները, որը փաստորեն մենք կորսրել ենք, որովհետև մեր մոտ էլ դա կար։ Մեր մոտ էլ երկիրը ղեկավարում էին ազնվականները, որոնց կրթում էին մեր հոգևոր առաջնորդները, քուրմերը, որոնք մենակ հոգևոր առաջնորդներ չէին, այն գիտնականներ էին, գիտնականներ, թաքնագետներ, իմաստուններ, դավալ Հայաստանը ուժեղել է հզոր։ Այս է Ամերիկան ղեկավարում, որ այս պատերազմի իրավիճակում, երբ որ կտրում է մանկապարտեզների փողը, հիվանդանոցների փողը, կրթությունից, սոցիալական ապահովությունից, որ պատերազմն է, պատերազմի մեջ ենք, միևնույն ժամանակ 400 միլիոն դոլար ծախսում, որ բարի դահլիճ կառուցի, որտեղ գերագույն դատարանը արգելեց իրան։ Հիվանդ չես, արա։ Դա քո տունը չի։ Դա սպիտակ տունն է, դու դες ժամանակավոր ես վեր ընկած։ Քեզ մնացել է մաքսիմում 1 կամ 3 տարի, կամ գուցե 3 ամիս։ Քեզ վաղ թե ուշ շպրտելու են այդտեղից։ Բա։ Իրանցիները նամակ են գրել ամերիկացիներին, ուղիղ ժողովրդի հետ են խոսում։ Դուք ժամանակն է, որ մտածեք ձեր երկիրի ու ծառայում։ Ժամանակն է մտածել։ Ժամանակն է հասկանաք այս պատերազմը ում համար է, ովքեր են շահառուները, ովքեր են մասնակցում, ովքեր են տուժում, ում հաշվին է դա իրականանում։ Եվ ֆենոմենալ փոփոխություններ է հիմա աշխարհում։ Ֆենոմենալ, մի բան, որ հնարավոր չէ պատկերացնել 1 տարի առաջ։ Աշխարհում, մանավանդ Եվրոպայում, սիմպաթիան փոխվում է դեպի Իրանը եւ ավելի շատ դատապարտողական եւ մերժողական միջոցառումները հենց Իսրայելի, որ այսպես վզից բռնացապայել ամբողջ այս 45 թվականից էսկոմ Եվրոպան։ Արդեն 80 տարի։ 80 տարի Եվրոպայի կոկորդից բռնած Իսրայելը այսօր կորցնում ամեն ինչ եւ հեղինակությունով բարձրանում է Իրանը։ Մի պարզ պատճառով։ Որովհետև աշխարհը տեսնում է, որտեղից են սկսում տերորիզմները,
ովքեր են terrorism-ի հովանավորները։ Ինչ են անում աշխարհի հետ, ինչ են անում երեխաների հետ, մանուկների հետ, իրենց մեդիաներով, իրենց կազմակերպություններով, իրենց այդ երեխաների պաշտպանության կոմիտեով, մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեով, եւ դրանք ում են ծառայում եւ ինչի եւ ինչ ձևով, եւ ուր են կորում տարեկան 8 միլիոն երեխաները։ Այս ամեն ինչը գալիս է կանգնում է իր տեղը։ Սրանք մերժվելու են։ Այո, ցավոք մեծ կորուստ անելու նաև Ամերիկա պետություն։ Ինչքան շուտ կարողանան ազատվել Թրամփի նման երևույթներից, այնքան քիչ կլինեն կորուստները, բայց որ լինելու են մեծ կորուստներ, դա արդեն կանգնեցնելը անհնարին է։ Պետք է ասեմ, որ Սաուդյան Արաբիան որոշեց, որ գրողի ծոսնա ուղարկում Թրամփին, Կատարը որոշեց ներկայացնի հայց իր նվիրած 400 միլիոն դոլարանոց ինքնաթիռը հետ ստանալու համար, Ֆրանսիան կարողացավ անցկացնել Հորմուզի նեղուցով իր բեռնանավը, պայմանավորվելով, որովհետև աշխարհը սկսել է պայմանավորվել Իրանի հետ, հասկանալով, որ իրավիճակը փոխվել, եւ դա չի փոխվել sense օդի մեջ ու պատահական, դրան ստիպեցին, դրան բերեցին երկու հանցագործներ, Նետանյահուն եւ Թրամփը, մտածելով, որ իրենք հեսա վերջին այն երկիրը, որ մնացել էր աշխարհի վրա, որտեղ համաշխարհային բանկ չկար, որտեղ իրենք իշխանություն չունեին եւ որի նավթը չէին կարողացել խլել, դա Իրանն էր։ Այ հեսա վերջի կտորան մնում, հեսա ջարդում ենք ու վերջ։ Վենեսուելայի նավթը մերն է, հեսա Իրանին էլ մերը կլինի, ու մենք արդեն թագավոր ենք հավերժ։ Ես միշտ ասել եմ, նույն վիճակին գալու է կանգնել եւ Ալիևը, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Էրդողանը, սա հերթով նույն ճակատագրով գնալու են, որովհետեւ ռեալության զգացումը, որ մարդը կորցնում է, շատ դաժանավարտ է ունենում։ Չնայած իր բոլոր հաջողություններին, տեխնիկապես, ռազմական իմաստով, ֆինանսական, այ գալի ասում է միտեղ, որ միայն չհաշված քայլ եւ դետես ինչ արագ ամեն ինչ կողմ։ Ու կոդեգու է։ Դե թող մեկը հիմա Թրամփի ուղու մասին խոսա, Թրամփի մասին խոսա։ Լավ հումոր կա սենց։ Սա այդ Մոհամմադ Մարանդինա, այն պրոֆեսորն է խոսում։ Ասում է ես հարմար չեմ, հա, որպես նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Իմ անունը Էփստինի ֆայլի մեջ չկա։ Իսկ Ռոբին Մանոտին գրում է, ասում է պրոֆեսոր Մարանդին, բանը որը Ամերիկայի քաղաքացի է, Ռիչմոնդում է, Վիրջինիա, ծնվել, հա։ Բայց նա ասում է կարա լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ասում է որովհետև ինքը շատ ավելի խելացի է, քան Բայդենն ու Թրամփը։ Այսպիսի հումորներ է պատտվում։ Ասում են, պաստորեն նախագահ լինելու համար պետք է անպայման Էփստինի ցուցակում լինես։ Ես չեմ կարող լինեմ, որտեղ ես չեմ կարող նախագահ լինեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ես Էփստինի ցուցակների վրա չկա։ Իսկ Լիբանանում ՄԱԿ-ի խաղապահները նորից բանը, ասկեն ոչ թե նորից, այս 2.5 տարվա մեջ ուղղակի թիվը չեն կարողանում պահեն, թե ինչքան խաղապահ ՄԱԿ-ի սպանվել Իսրայելի կողմից։ Իսրայելը հանցագործ պետություն է, եւ դրա մասին այսօր խոսացել է Դանիան։ Դանիան բոյկոտում է բոլոր կապերը, դիպլոմատ Իսրայելի հետ։ Հերթով բոլորը բոյկոտելու են սրան։ Վատավիճակի միջալոց ասեմ Թուրքիայում, այս տնտեսական վիճակը խայտարակ աշխարհի այս նավթի գների բարձրացումը, առևտրի պակասելը, ստիպել է Թուրքիային 59 տոննա, այսինքն համարյա վերջ իրենց բոլոր ոսկիները հանել են վաճառքի, որ պահեն լիրան։ Թուրքիան էլ է քանդվելու։ Ոչ թե պատերազմից, այլ փողի պատճառով։ Վերջի կոպեկներն են հանել, վերջի ոսկիներն են հանել, որ պահեն լիրան թուրքական։ Տեսնենք դրանից հետո ինչ կլինի։ Ուզում եմ լսեք այս ընկերուհուն ֆանտաստիկ ասել։ I'm a Lebanese woman. Yeah. I'm in Beirut right now. Լիբանանցի ու Բեյրութից է խոսում։ And I am well aware that a few weeks ago the Israelis acquitted
5 of their soldiers who were caught on camera gang raping a Palestinian prisoner. Մի խոսքով, ասում եմ, մեր մոտ 5 պարզ դարձավ, որ 5 հոգի իսրայելցի զինվոր բռնվել էին, նկարվել էին պայն, եւ իրենք փաստորեն սեռական ոտնձգություն էին իրականացել պաղեստինցի վանի նկատմամբ կալանավորի նկատմամբ. Okay, on camera, on CCTV footage, you probably know this story. They were acquitted and then embraced afterwards by several Israeli government officials and the media and the public as heroes. There was even Because դրանից հետո իրաց հերոսացել են, ոնց որ Սաֆարովի Պետաֆիլները իրենց մոտ բռնաբարողները, սեռական հանցագործները խնդիր չունեն, դա Իսրայելը պետաֆիլների դրախտն է. protests and rallies in Israel against their prosecution. And that is not an isolated incident. Human rights organizations, including Israeli human rights organizations, have documented systematic sexual violence against Palestinians by the Israeli military. Because նույնիսկ Իսրայելի մարդու պաշտպանության հանձնաժողովն է սիստեմատիկ արձանագրություններ կազմակերպում հենց սեռական ոտնձգությունները պաղեստինցիների նկատմամբ, հանցագործությունները. And I raise that just to say this military, some might call it an army of rapists in this case, is currently invading my country. Because բանակը կոչվում է սեռախեղվածների բանակ. Ում այդ բանակը պաստորեն հարձակվում է Լիբանանի վրա. And the only thing standing in the way of me and this army of rapists is this group fighting in the south of Lebanon. So it's hard for me to sit here and abide by. I'm a Lebanese woman. Աշխարհում արդեն սրանք նույնականացվում են իրենց բանակով հանդերձ սեռախեղվածների հետ. Սա մի հատ նայեք հետաքրքիր կա, որտեղ Իսրայելի թիմի հետ Բոսնիայի թիմն է, կա ձեռները սեղմեն են, ձեռները չեն տալի, առամանում են, նայեք. Ձեռքերը մնաց օդի մեջ. Բոսնիայի թիմի ֆուտբոլիստները ձեռները չեն, առամանում են. Սա է վերաբերմունքը. Սա է աշխարհի վերաբերմունքը, մանավանդ նրանից հետո, երբ որ Իսրայելի քնեսետը պաշտոնապես ընդունեց, որ իրանք իրավունք ունեն սպանել բոլոր նրանց, ովքեր իրենց մոտ ձերբակալված են. Այսինքն պաղեստինցիներին, տեսեք, իրենց քաղաքացիներն են. Կարող են մտնել ձերբակալել ցանկացածին, բերել իրենց մոտ ու սպանել, ու դա նշել են, դա այն Բենգվիրեն ֆաշիստ իրենց Գեբելսը ցույց է տալի, ոնց է շամպանսկիներ տրակասում, որ վերջապես այդ օրենքը կարողացան հասկացնել եւ պաշտոնական ցեղասպանություն են իրականացնում. Պաշտոնական. Ձերբակալում են, բերում են, գնդակալում են, ու վերջ. Աշխարհը սարսափած է. Աշխարհը սարսափած է, որ մեկը գրել էր պետքա բոլոր մանկապիրսներին գնդակալել. Հումոր է, մեկն ասել էր, ինչ ասում եք երկրորդ հոլոկոստը լինի. Ասել է թե դուք էլի 100,000 որ հրյան ես սպանեք. Իսկ ես հարց ասում եմ, ինչպես կարելի է, եթե Ռուսաստանին մերժում եք, ոնց կարելի է թույլ տալ? Russia can't. Everybody's talking about how Եթե դուք Ռուսաստանի դատապարտում եք ռազմական հանցագործությունների եւ այլ հանցագործությունների համար, ոնց թե ինչու պետքա նույնը չլինի Իսրայելի նկատմամբ, ոնց կարելի է դրան թույլ տալ օլիմպիական խաղերին մասնակցել եւ մեծ արշավ է գնում, որ Իսրայելին արգել են օլիմպիական խաղերին նույնիսկ մասնակցելու համար. Այս Լիբանանում 6500 ոստիկան քրիստոնյա հրաժարվել են դուրս գալ տարածքից, որովհետև գրավել են Իսրայելի բանակը, այդ մանկապիրսները, եւ ասում են դուրս եկեք, այս տարածքը պետք է լինի բուֆերային գոտի մեր համար, թե մարդ պետք է չմնա. Ժամանակի ընթացքում կդատարկեն կդառնա Իսրայելի մի մաս. 6500 քրիստոնյա պատրաստ է մեռնել, բայց չլքել իրենց տները. Եվ այդպես Իսրայելը նաև Թել Ավիվ Երուսաղեմում փակել է քրիստոնեական եկեղեցիները ծառայությունների համար. Ես չգիտեմ վաղը բանն չէ, մենք Զատիկի տոն ունենք, Հայության տոնը, ոնց է անցնելու Երուսաղեմում, ես չգիտեմ. Եվ այս ճիվաղը Հայաստանում ինչ անելու, այդ էլ է մեծ հարց. ասում եք ինչքան ընդհանուր բան կա դրանց մեջ. Եվ արդյունքում
Իրանը հարց հայտարարել է, որ Իսրայելը երբեք չի կարող արգելված Հորմուզի նեղուցով անցնել, նույնիսկ եթե պատերազմը վերջանա։ Իսրայելը կարող է մոռանա ընդհանրապես դրա մասին։ Վերջ։ Հիմա լսենք մեր հայրենակիցներին։ Փաշինյանի գործունեության մասին ի՞նչ կարծիք։ Սարսափելի վատ։ Սարսափելի վատ։ Ամեն հարցով 100% ինչքան կա։ Փաշինյանը ինչա արա մեր համար, ոչ մի բան էլ լավ արել չի։ Մի նկարի։ Դավաճան մարդին երբեք չպիտի էլ դնի։ Բա նա իրավունք չունի ստեղ։ 1600 ավել տարի։ Վասակ Սուրբեցու անունը մեր ժողովուրդը անեցկով է հիշում։ Ես Նիկոլ Փաշաև օղլու անունը 5000 տարի անեցկով կհիշվել, բան չունեմ ասելու։ Այս հողերը տվեց թուրքերի նորից եզրահանգված չկավ։ Ինչքան հողա տվեց թուրքին։ Դուք գրագետ աղջիկ եք, Արցախը Հայաստանի կազմում չէր, Հայաստան չէր Արցախը, Ադրբեջան երբ էլ է։ Բայց ինչի կանեց ասավեսի Ադրբեջանի բա։ Ինչի մեր մեջքը թուլացրեց, ինչի վար։ Փաշինյանի գործնեության մասին ես ինչ ասեմ, ամբողջ աշխարհը տենում է Փաշինյանը իր գործնեությունը ցավալը։ Ինչ գործեր անում։ Կորուստ չունեք, ոչ էլ դիրքային կորուստ ունեք, Փաշինյանն ասում կառավարության նիստում։ Թող անստե ոչ թե Երևանում նստեք կառավարության շենքում։ Թող ան գնաց սահմանը դե ցույց տակ, որ տարածքային կորուստել ունեք ու դիրքային կորուստ։ Դուք լսում եք, որ այստեղ Փաշինյանին հրավիրում են, ասում են թող գա, իր աչքով տեսնի, որ դիրքային, չէ, ես հեռախոսահամարը չունեմ, բայց ես հնարավորություն եմ տալիս դիմել։ Չունեք, պարոն Փաշինյան կոչեցան, մեր հողերն ամբողջ սեփական։ Քեզ դիրքայել անդե որ դիրք կորցնես։ Իհարկե թուրքը մտելա դու հետո ես եկել։ Մի սուտկա հետո ես դու եկել, բանակը պիրալը։ Էսի մեր երկիրն է, Նիկոլ, էսի քո երկիրը չի։ Դու արդեն հոգեբարքի մեջ ես, քո վերջի խրխռոցներն արդենելու, վերջի խրխռոցները, հրգություն չկա, Աստված արդար է, Աստված դաժան չի թողի, որ ես ժողովուրդ ես, առանց հետել եսքան տանջվա ժողովուրդը, նորից եսքանից հետո տանջվեն։ Այս լուսավոր կետի վրա կարելի էր ավարտել հաղորդումը, բայց միակ բան էր պատրաստել մեր մասին, ուրիշի աչքերով։ Դրանով եմ ուզում ավարտել, այդ մեզ լսենք, մեզ նայենք ուրիշի аչքերով. Ты говоришь, тебе очень армяне понравились. Вот Да. чем? Можешь поподробнее рассказать? Ой, слушай, как вот армяне, это, знаешь, как вот базовые настройки человека. Это вот армяне, это какой должен быть человек, каким его придумали. Полностью доверять жизни, забывать о каких-то неприятностях, помнить только хорошее, помогать людям. Ну, то есть не помогать, даже коммуницировать с людьми. То есть знаешь же, как вот, ну, как кристаллы растут. За счет чего они, или клетки, за счет чего растут? За счет того, что взаимодействуют между собой частицы. Начинают расти клетки. То же самое вот люди должны между собой взаимодействовать. Когда люди между собой взаимодействуют, растут дома, придумываются айфоны. То же самое вот армяне, они очень коммуникабельные, очень коммуницируют. Не просто так же здесь Ноев ковчег приземлился на горе Арарат, что вот люди все пошли отсюда. Все люди армяне. Мы вернулись на родину. Вот этим и понравились армяне. Ты говоришь, тебе очень армяне. Իրականում ինչի մասին է սա։ Սա մեր մասին է որպես ոչ թե ուղղակի որ մենք շփվող ենք, կոմունիկաբելնի ենք, չէ, որ մենք դրա արդյունքում կարողանում ենք ստեղծել, որ մենք ստեղծագործենք, որ մեր մեջ ապրելը մարդկանց մոտ ստեղծագործելու ցանկություն առաջացնում, եւ մարդիկ զգում են, որ իրենք այսօր տուն են վերադարձել։ Սա մենակ հյուրընկալության մասին չի, բարության մասին չի, սա ստեղծելու մասին է։ Դե հիմա տեսեք մեր իրականության մեջ ով է ավիրում եւ ով է ստեղծում։ Եվ կհասկանանք մենք բոլորս, նույնիսկ օտարի աչքերով, ովքեր են հայերը եւ ովքեր են ոչ հայերը։ Եվ վերջում որ ասում եմ Նոյի տապանը իշելա ստեղ, ուրեմն մենք բոլորս հայ ենք վերադարձել ենք մեր տուն, ես մտածեցի այլ բան,
թող ինձ ների Նոյը, բայց Նոյի տապանը իջավ Արարատի վրա, որովհետև ստեղ հայերն էին, դեռ իրենից առաջ։ Սա էլ իմ եզրակացությունն է։ Թող գիտությունը դա չափածուցի, թող սա իմ մոտ տենց մնա։ Այո, Նոյը ուրիշ տեղ չէր կարող իր վայրեջքը կատարել, նոր կյանք ստեղծելու համար, բացի Հայաստանից։ Ինք եկավ Արարատի վրա, որտեղ այստեղ հայերն էին ապրում, եւ այստեղից հնարավոր էր ստեղծել նոր աշխարհ։ Մենք էլ պիտի ստեղծենք, մնում է հավատանք։ Սա բախտի բան չի, սա ընդամենը որոշում է։ Ունենալով պատմական այս առանձնահատկությունն ու ժառանգությունը, մենք պետք է այդ որոշումը կայացնենք։ Եթե կարողացել ենք մեկ անգամ արդեն մարդկության սկիզբը դնել, ինչի չեն կարող երկրորդ անգամ անել։ Ինչու չեն կարող գոնես անգամ մեր համար անել։ Ու սա որոշում է։ Ես իմ որոշումը կայացել եմ։ Հուսամ դուք էլ ձերը կկայացնեք։ Վստահ եմ, որ արդեն կայացել եք։ Շնորհակալ եմ բոլորիդ, այսօրվա համար ասկանում։ Լավ մնացեք։